Փարտան Տիրոջը սիրելներ, օրհնյալ լինի մեր Տերը, ես ձեր մոտից բացակայում էր 2 ամիս, կնոջս ծնողները Ուկրաինայում էին, վերջը թորնիկներին գարոտել էին, ուզում էին տեսնեին, Տիրոջ ողորմությամբ գնացինք սիրելներ, ինչ որ Տերը այնտեղ խոսացել է, գործ է արել, ես ուզում եմ, որ կիսվեմ ձեզ հետ, Իհարկե նեղության միջով ենք անցել, բայց շատ ուրախ եմ ես, սիրելներ, դուք կասեք, կարող մտածեք, ինչի ես ուրախ, եղբայր ջան, որ փորձության միջով ես անցել, ես ձեզ կասեմ, որ փորձության մեջ Տերը խոսացել է և հորդորել է և մխիթարել է Եվ իմ հավատքս ես տեսնում եմ, որ ավելի կապվել է Տիրոջ հետ, հայր և որդի կապնվել են իրար հետ, փառք Տիրոջը։ Ամեն բան լավ էր, երբ որ պիտի գայինք սիրելներ, ամսի 30-ն էր, տղաս հիվանդացավ, վերջը պարկացրեցինք հիվանդանոց, 7 օր հիվանդանոցում է եղել, բժիշկների ասելով, Սկզբից որ տարանք ասում էին Աստվածտա, որ մեր մտածածը չլինի, դե գիտեք բժիշկներին, չէ։ Աստվածտա մեր մտածածը չլինի, այսինքն երկրագնդի վրա չգիտեմ քանի միլիոն մարդ կա, իմ տղան այդ մի հատն էր եւ այդ հիվանդությունը իրանն էր, սիրելներ։ Որտեղ որ մնում էինք, դե աներոջը Զոնքաջի տունը վերջը, հիվանդանոցը 70 կիլոմետրի վրա էր։ Առավոտ վերեկենում գնում էի հիվանդանոց, վերջը, հետո տուն էի գալիս, սիրելներ 70 կիլոմետր, ոչ գիտեի հաց էի ուտում, ոչ գիտեի քնում էի, աղոթքների, ծոմերի մեջ, գալիս էի գիշերնել, միջնակ աղջկաս տաքություններ բարձրանում։ Կարծես թե սենց գլուխս կորցել է, չէի հասկանում, թե ինչ պիտի անեմ Տեր։ Իհարկե կինս երեխայի հետ հիվանդանոցն էր, Սիրելներ, երբ որ աղոթք ենք անում նեղության մեջ, բոլորիս հետ է պատահում է, սատանան բոլորիս էլ այդ մտքերը տալիս է, բա դու այսքան աղոթք ես անում, դու քո կյանքը հանձնել ես Աստծուն, բա ուր է քո Աստվածը, ասում է թե չէ, եղբայրներ քույրեր, իհարկե Աստված բժշկություն արեց մարմնավոր, բայց մարմնավոր բժշկությունից առավել Իմ ընտանիքում հոգևոր բժշկություն արեց փառք Տիրոջը, ես շատ ուրախ եմ այդ ամեն ինչի համար։ Եվ երբ որ նեղության մեջ էի, մտածում էի, հնարավոր է, որ Աստված ասել է տեսար իմ զավակներին եւ սատանան ինչպես միշտ այո, նեղություն թույլ տուր իրանց կյանքի մեջ, իրանք քո դեմ կապստանվեն, թեև կավա չհեռանանել, բայց գոնե կտրտնջան, եւ այս բոլոր նեղությունների մեջ, դժվարությունների մեջ, սիրելներ, գիտեք, երբ որ քո անձին է հեշտ է, բայց որ քո երեխային է շատ ծանր է, եւ այս բոլոր բաների մեջ ասում էի, ով սատանա, իմ հարցերը իմ հոր հետ է, Սա ինձանից չէ սիրելներ, ես խոստովանում եմ, սա Տերն էր ուշ տալիս։ Եվ ինչու նեղության փորձությունից հետո իմ գլուխը կախեմ իմ հոր առաջ։ Հապա պիտի ասեմ, որ ետիս գնա սատանա, իմ հայրը տեսնում է եւ իր անունը պիտի փառավորեմ։ Ուրեմն բժիշկները առաջ օրը որ տարանք սիրելներ, երեխան 38.5-9 տաքություններ գիշերը հասցրեցինք հիվանդանոց, նայեցին, սրսկեցին, տաքությունը բարձրացավ 40.5։ Հասկացանք, որ պիտի պարկեսնենք, որտեղ տարել էինք, որ տեսնեին ինչ էր եւ հետ բերենք։ Վերջը պարկեցրեցին երեխային։ Ուրեմն, երբ որ աղոթք էի անում, ասում էի, Տեր, չեմ հասկանում, ինչ պիտի անեի։ Ընկա Տիրոջ առաջ, խոստովանվեցի, զղջացի, կա բաներ կա չեմ տեսնում, ով Աստված։ Հələ կարողանել հանենք, մարդ ենք, բաներ եկա չեմ տեսնում։ Դու ամբողջովին մաքրի սուրբ արա, ես ուզում եմ ասապի նման սրբարանատ մտնեմ, որ քեզ հանդիպեմ։ Ես կարիք ունեմ քեզանից խոսք առնելու։ Սիրելի եղբայր, սիրելի քույր, եթե դու նեղության մեջ ես, այդ նեղությունը չեմ նշում, ինչպիսի նեղության մեջ։ Դու Տիրոջ երեսը փնտրի, բայց Տերը անպայման պատասխանելու այդ հավատքով մոտիկացի։
Եվ Աստված խոսած մի քանի խոսքերով ես ուզում եմ փոխանցեմ։ Առաջի խոսքը որ Տերը խոսած սրտիս հետ 130 Սաղմոսի 5-րդ խոսքն է։ Սաղմոս 135։ Ես Տիրոջը կսպասեմ, իմ անձս կսպասե ու անոր խոսքին կհուսամ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, եղբայրներ, քույրեր։ Ես ում եմ սպասում։ Դու մտածում ես, որ դու այնքան վատն ես, իհարկե մենք շատ վատն ենք։ Ես ուրիշ միտք եմ ասում, որ մենք Աստծո համար պետք է չենք, տենց կողքի ձգված մի մեկն ենք, որ Աստված ոչ լսում է, Աստված մեծ Աստված է, ոչ ձեռքը կերկարացնի, ես ով եմ։ Իհարկե, մենք ոչ մի բան ենք, եղբայրներ, քույրեր, բայց մենք շատ թանկ ենք մեր հոր համար։ Համաձայն եք։ Գրված է Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Երբ որ քո զավակի հետ է, ուրիշ ձև ես հասկանում։ Սիրելիներ, երբ որ այս խոսքը հայտնվեց ինձի, որ ես Տիրոջը պիտի հուսամ եւ իր խոսքին պիտի սպասեմ, իմ վրա մի հատ ուժ եկավ, սիրելիներ։ Եվ 4 օր տակության մեջ էր երեխան, բժիշկները ոչ իման չեն կարող անեն։ Ինֆեկցիա էր, թարախային մասեր ուներ, բայց ոչ իման չեն կարող անեն, սիրելիներ, բժիշկները անզոր են։ Հիվանդանոցի ուրեմն բակում աներս նստած է, շատ տխուր, շատ վատ, ահավոր վիճակի մեջ է։ Ես էլի չել էի, որ աղոթք կանեի, որ ոչ մեկ չտենար ինձի, առանձնացել էի հիվանդանոցի բակում, աղոթքի անում լացով եւ գնացի, որ ասում եմ ուժերս վրես հավաքեցի, գնացի հանրոջս ասեցի, այն ինչ որ մարդը չի կարող անել, Աստված պիտի անի։ Սիրելիներ, մենք շատ անգամ աղոթք ենք անում Տեր ինձ օգտագործի, բայց թե Աստված ինչպես կօգտագործի, ես Տիրոջ փառքի համար է պիտի վկայեմ, որ աներս ասում էր ես առավոտվանից աղոթք եմ անում Աստծուն, որ երեխաները լավանան, սիրել։ Աներս հավատացյալ չի, բայց ես փառք տվի Աստծուն, որ Տեր թեկուզ իմ զավակի միջոցով դու մարդկանց ես շարժում, կողքը պարկած ուկրաինացի մի աղջիկ կար, երեխան էլի հիվանդ էր, բերել էր, կինս վկայում էր, խոսում էր, 4 օրից հետո, երբ որ տաքությունը տենց չէր իջնում, բայց Տերը խոսք էր տվել, զանգեցի եղբայրներից այստեղ Հայաստան, որ աղոթք անեն, սիրելիներ, որոշները կարող չգիտեն էլ, ասել են, որ ծածուկ աղոթք անեն, որտեղ Տերը արգելել էր, որ տունը իմանային մերոնք։ Վերջը աղոթքից հետո սիրելիներ երեխան միանգամից 170 աստիճանի փոխվեց, լրիվ չափակինվեց, բայց դեպի լավի գնաց։ Եվ այդ կողքի աղջիկը, որ տեսավ ինչ կատարվեց միանգամից, ասեց ինչպես հնարավոր է։ Ինչպես հնարավոր է։ Եվ կինս ասել էր Աստված է արել։ Տիրոջ անունը փառավորվի։ Եվ հորդորել էր, որ ապաշխարի եւ ինքն է Տիրոջ անունը կանչի։ Ուրեմն կարդում եմ 18 Սաղմոսից, այն ինչ որ Տերը խոսացել է սիրելիներ, ինձ դրանք եմ ուզում զուտ փոխանցել։ 18 Սաղմոսի 6-րդ համարից։ Իմ նեղությանս մեջ Տիրոջը կանչեցի ու իմ Աստծուս աղաղակեցի, անիկա իր տաճարեն իմ ձայնս լսեց։ Ու իմ աղաղակս անոր առջև անոր ականջը հասավ, այն ատեն երկիրը սասանեցավ ու դողաց, ու լեռներուն հիմերը շարժեցին ու սասանեցան, քանզի անիկա բարկացավ, անոր քթեն ծուխ ելավ ու բերնեն մանշող կրակ, անկե կայծակներ բռնկեցան, անիկա երկինքը խոնարհացրեց ու իջավ, անոր ոտքերի տակ մառախուղ կար, օրհնյալ լինի Տերը։ Եթե դու Տիրոջ անունը կանչես, սիրելիներ, ինչ վիճակի մեջ ուզում ալինես, հնարավոր կարող մեղքի մեջ ես ընկել, բայց եթե զղջում ես այդ բոլոր բաների համար եւ նեղության մեջ Տիրոջն ես կանչում, գրված է անիկայիմ ձայնս լսեց որտեղից, տաճարից ձայնս լսեց եւ խոնարհեցրեց երկինքը եւ իջավ, ում համար իջավ, սիրելիներ, իմ համար էլ չէ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ես ուզում եմ հորդորել սիրելիներ, ինչ վիճակի մեջ որ կլինենք, Աստված ամենակարող Աստված է, փառք Տիրոջը։ Աստված Աբրամին ասեց, ես եմ ամենակարող Աստվածը։
Դու կարող մտածում ես, այսքան ժամանակ աղոթք եմ անում, Տերը չի լսում։ Ես քեզ ասում եմ, որ Տերը լսում է։ Նա լսում է բոլոր աղոթքները։ Մենք խոնարհվենք, զղջանք Տիրոջ առաջ, Տիրոջ երեսը փնտրենք։ Մենք մեր հարցերը մեր հոր հետ լուծենք, սիրելիներ։ Չթողենք, որ սատանան մտնի։ Նա միշտ պատրաստ է մտնելու այս բոլոր բաները քանդելու, որ մենք Աստծո առաջ միշտ մեղավորի պես կանգնենք։ Տերը օգնական լինի, որ իր տված խոսքի զորությունը ամուր բռնենք։ Ես Տիրոջը կհուսամ եւ անոր խոսքին կսպասեմ։ Եվ ուզում եմ նաեւ Հակոբոսի թղթից է կարդալ, սիրելիներ։ Հակոբոս առաջի գլուխ Նենց սկզբից ուզում եմ կարդալ։ Երկրորդ խոսքից եմ կարդում. Եղբայրներ, բոլորովին ուրախության արժանի բան սեպեցեք եւ կերպ փորձանքներու մեջ գինակ, գիտնալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն կներգործե, բայց համբերությունը կատարյալ ներգործություն թող ունենա, որպեսզի կատարյալ ու ամբողջ լակ ու բանի մը պակասություն չունենանք։ Իսկ եթե ձեզ մեկը իմաստություն է պակսածը լա, թող խնդրե Աստուծմե, որ ամենուն առատապես կուտա ու չի նախատեր, եւ անոր պիտի տրվի, միայն թե գրված է հավատքով թող խնդրի ու չերկմտի։ Սիրներ, այս խոսքը նեղության մեջ է Տեր ինձի բացել, ես կարդացել էի, բայց այսպես չէի հասկացել։ Գրված է եղբայրներ, բոլորովին ուրախության արժանի բան սեպեք, երբ որ ինչի մեջ եք, փորձության մեջ եք։ Ես ուզում եմ 5-րդ խոսքը կապցնել այդ խոսքին։ Իսկ եթե ձեզ մեկ իմաստությունից պակսած է, գրված է թող խնդրե Աստուծմե, Աստված պիտի տա եւ պիտի ինչ անի, չի նախատի։ Տերը ինչ պիտի անի, պիտի տա, երբ որ հավատքով խնդրենք։ Տերը խոսած ինձ հետ, սիրելիներ, ասես դու նեղության մեջ չես հասկանում ինչ անես։ Չգիտես, աջ գնաս, ձախ գնաս, առաջ գնաս, հետ գնաս, այո ասես, ոչ ասես, դու չգիտես։ Տեր ասեց ինձանից իմաստություն խնդրի նեղության մեջ, որ ես քեզ ասեմ, թե դու նեղության մեջ ինչպես վարվես։ Ես չգիտեմ, պարզ է թե չէ։ Բայց գրված է, որ հավատքով խնդրի եւ Աստված անպայման պիտի տա։ Հավատում ենք, սիրելիներ։ Ես այս խոսքը, երբ որ բացվեց ինձ համար, սիրելիներ, երբ որ կարդացել էի, բայց չէի հանդիպել, ես չէի ձուլվել այս խոսքի հետ։ Ես հասկանում եմ, եթե իմաստություն պակսած եմ կամ չունեմ կամ վերջը, ես մի խնդրեմ Տերից, բայց երբ որ խոսքն է բացվում քեզ, սա լրիվ ուրիշ է։ Եթե դու դժվարության մեջ ես հիմա նստած ես, նեղության մեջ ես հիմա, չգիտես ինչ անես, դու աղոթք ես անում, դու ծոմերով, չգիտեմ, տարբեր վիճակների ես հանդիպել, դու չես հասկանում ինչ անես։ Տերը ինձ եւ քեզ ասում է իմաստություն խնդրի ինձանից եւ ես պիտի տամ։ Սիրելիներ, երբ որ այս խոսքը մխրճվեց իմ սրտի մեջ, ես հավատքով աղոթք արեցի, որտեղ հավատացի, որ Տերը գրված է, որ ամենուն առատապես տալիս է, բայց թող հավատքով խնդրի։ Հավատքով խնդրեցի Տեր, ես չեմ հասկանում, թե ինչ պիտի անեմ, բայց դու իմաստություն տուր, ինչ պիտի անեմ ես։ Սիրներ 7 օր մնացինք հիվանդանոցում, լիքը վկայություններ եղավ, լիքը մարդկանց վկայեցինք, Աստծո փառքը երևաց, իհարկե մարդիկ թե կապաշխարեն, թե չեն ապաշխարի, 7 օրից դուրս գրվեցինք հիվանդանոցից եւ 2 թե 3 օրից էլ թռանք Հայաստան, երեխան տենց 100% չէր ապակինվել, տարանք ստեղ բժիշկի, ուրեմն քթի մասով թարախակալ էր գայմարիտի պահեր վերջը բժիշկը ասեց դեր նշանակեց ասեց բայց մտածում եմ որ չի օգնի այս քիթիկի մեջի ադենոիդները պիտի հեռացնեն վերջը եկանք տուն գիշերը աղոթք անելու Տերը սրտից դրեց որ աղոթք անեմ երեխայի համար կնոջս այդ աղոթք ենք անում ասի Տեր Այսքան որ դու պահել ես, այսքան խոսացել ես, այսքան դու ինձ ասել ես, որ դու ինձ սպասի եւ իմ խոսքին հուսա
Հիշում ես խոսքը վրեժ եղբայրը, որ ասում էր քո գտնված վիճակի մեջ Աստծո խոսքը բռնի ամուր եւ կանգնի, նա անպայման պիտի հայտնվի, անպայման, սիրելիներ։ Աղոթք արեցին գիշերը եւ վկայություն առատերից, որ Տերը լսեց աղոթքը։ Այդտենց քնելուց խրխրացնում է երեխան։ Մեծացել էր վերջը թարախային պայրից։ Այդ օրվանից եղբայրներ քուրեր, երեխան հանգիստ շնչում է։ Ես փառք տվեցի Տիրոջը, որ մարմնավոր բժշկությունով իմ մեջ Աստված հոգևոր բժշկություն կատարեց, եղբայրներ քուրեր։ Կարող ենք նեղություններից պահի տակ խռովում ենք էլ մեր Աստծուց, մեր հորից, բայց ես հիմա հոբի պես ասում եմ, թեև չի հասկանում, բայց հիմա ես փառք եմ տալիս Աստծուն։ Ես փառավորում եմ Տիրոջը, որ Տերը անցկացրեց այս ճանապարհով։ Կարող մտածեք ավելի լավ է չլներ, ես ասում եմ ոչ։ Պողոսը ասեց, երբ կտկարանամ, այն ատեն ինչ կլնեմ, կզորանամ։ Տեր ասեց, կանչե ինձ, ես քեզ պիտի ազատեմ, եւ դու ինձ պիտի փառավորես։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ ես այսօր փառավորում եմ Տիրոջը, պատմում եմ, թե Աստված ինչ է արել, եղբայրներ քուրեր, եւ Աստված կենթանի Աստված է։ Աստված մեղավորի աղոթքը լսող Աստված է։ Աստված նեղության մեջ իր անունը կանչող Աստված է։ Նա եկա, որ եթե դու գերության մեջ ես, ինձ եւ քեզ գերությունից ազատի։ Եթե բանտի մեջ ես եկա, որ քո բանտի դռները քանդի, եթե մեղքի մեջ ես եկել է, որ քո մեղքերին թողություն տա, եթե հիվանդ ես եկել է, որ քո հիվանդության հոգսերիդ պատասխանները տա, օրհնյալ լինի Տերը, սիրելիներ։ Մենք երբեմն որ քայլում ենք, անկեղծ եմ ասում, ես այնտեղ մենակ էի, ինձ այցելող չկար, թեև գիտեին, որ հիվանդանոցում էի, պաշտամունքների մասնակցել են գնդես, սիրելիներ։ Առանց դրա հոգևոր մարդը չի կարա, ոնց որ ձկանը հանես ջրից ասես ապրի, բայց ես չեմ ասում, որ սրտներիդ մեջ դատեք, Տերը թողել էր, որ ես մենակ մնայի, եւ ես իմ աչքերը պիտի բարձրացնեի երկինք, ես իմ հարցերը իմ հոր հետ պիտի լուծեի, ես պիտի կապնվեի Աստծո հետ, եւ նա ինձ պիտի պատասխաներ, մեկը չայցելեց, մեկը չկար այցելել, իհարկե հետո մի քիչ շատ խնդրեցինք, այցելեցին, բայց օտարության մեջ բժիշկները այդպես չեն հասկանում ինչպես էստեղ, այցելող չկա, եղբայրներ քուրեր, հորդորող չկա, մխիթարող չկա, Տեր արգելել է, որ նույնիսկ տուն մի զանգի եւ չենք հասկանում, թե ինչ պիտի անենք, բայց Տերը կենթանի է, փառք Տիրոջը, թե ոչ մեկ կողքից չլինեն, բայց Աստված միշտ մեր կողքին է, թե մեկը քեզ չայցելի, հոգ չէ, սրտիդ մեջ մի դատիր, չդատես երբեք, դու Տիրոջը նայի, ասա օրհնյալ լինի քո անունը, ես քո երեխան եմ, դու էլ իմ հայրն ես, եւ Տերը այդպես միտք էր տալիս, եւ աղոթքի ժամանակ ասում է Տեր, եթե ես այսքան մտածում եմ, իմ երեխան է, սենց աշխիս առաջ, բայց ինքը քո երեխան է, դու առավել ես մտածում, օրհնյալ լինի Տիրոջ անունը, Տիրոջ ձեռքը չի կարճացել եղբայրներ քույրեր, ինչ ունես քո ներսը, բեր Աստծուն, ինչ նեղություն ունես, որ քո նեղությունը խանգարում է, որ քո հետ մոտիկանաս, այդ նեղությունը չի խանգարի քեզ քո հոր հետ հաղորդ լինելու։ Պողոս առաքյալ ասում էր, ինչը մեզ կզատի Քրիստոսի սիրուց։ Ինչն է զատում հիմա քեզ, նայ։ Կարող մի հատ հոգս ես դժվարություն ես ունենում, ընկնում ես Տիրոջ առաջ տրտնջում ես, զատում է քեզ։ Չես կարող ասես, փառք ես Տեր, չես կարող ասես, դու տեսնում ես, ես քեզ պիտի հուսամ եւ քեզ պիտի սպասեմ, մինչեւ քո խոսքիդ հայտնվելուն։ Հիմա զղջա Տիրոջ առաջ։ Ես էլ ձեզ հետ սիրելներ։ Ինչ կա արգելք, կարող մի հատ մեղ կա, խոստովանվի, թող ոչ մի արգելք չլինի, այնքան հրաշալի է, երբ որ Տիրոջն եմ հանդիպում, այնքան լավ է, երբ որ սրբարանը մտա Տիրոջը հանդիպեցի, ասեցի փառք քեզ, որ թույլ տվեցիր եւ ես քեզ հանդիպեցի եւ ոչ միայն ես եւ իմ տունս։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, եղբայրներ քույրեր, մի ուսահատվեք, մի շփոթվեք, Տիրոջ աչքերը բաց են, Տերը լսում է բոլորի աղոթքը, Տերը պատրաստ է օգնելու բոլորին, Տերը պատրաստ է քեզ բժշկելու,
Տերը պատրաստ է գերեզմանի քարին հրաման տալու, Տերը պատրաստ է Ղազարոսին կանչելու, Տերը ամեն բանի կարող է, օրհնյալ լինի Տերը։ Եկեք հիմա սրտանց մեր աղոթքը բարձրացնենք Տիրոջը, փառաբանենք Տիրոջը, օրհնենք Տիրոջը, որ այսպեսի հայր ունենք, օրհնյալ լինես ամենակարող